Բարերեկո։ Թուրինի միջազգային կինոփառատոնում թվով 33-րդ, որ տեղի ունեցավ նոյեմբերի 21-ից 29-ը, լավագույն վավերագրական ֆիլմ անվանակարգում գլխավոր մրցանակի է արժանացել Հարություն Խաչատրյանի «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» վավերագրական հեղինակային կինոշարքի առաջին ֆիլմը Հայկ Փախուստ ժապավենը։ Շարքը եւ այս ժապավենը պատմում են տարիներ առաջ Հայաստանից հեռացած մարդկանց մասին։ Շուրջ 25 տարի Հարություն Խաչատրյանը հետևել է այս մարդկանց ճակատագրին եւ պատմում է մարդու հեռանալու, այդ հեռանալու պատճառների, հայրենիքի հետ ունեցած կոնֆլիկտի, ինչ դաժան բան եմ ասում, հայրենիքի հետ ունեցած կոնֆլիկտի եւ հայրենիքից հեռու ապրած ժամանակաշրջանի մասին։ Միջազգային ժյուրիի կազմում են եղել չեխ վավերագրող Մարեկ Հովորկան, գերմանացի կինոռեժիսոր եւ օպերատոր Ֆրեդ Քելեմենն ու ֆրանսիացի կինոքննադատ Ժան-Բատիստ Մորենը, որոնք մրցանակը հանձնել են հետեւյալ եզրակացությամբ. Հարություն Խաչատրյանն իրեն հատուկ կինոտարերի իրական զգացումով եւ դրանց գիտակից ու զգուշավոր կիրառությամբ հանդիսականի պատումի հոսքի եւ կենթանագրված իրականության ֆիզիկական մասնակիցը դառնալու հնարավորություն է ստեղծում։ Պատկերների խորին գեղագիտության, ժամանակի զգացողության, ազդեցիկ հնչյունաշարի եւ երաժշտության նուրբ համադրությունը մարդու աշխարհիկ մենությանը մետաֆիզիկական որակ է փոխանցում, որտեղ հանդիսականը հաղորդակից է դառնում երջանկություն, ազատություն եւ կապվածություն որոնող խեղճ հերոսին։ Սա երկրի հարցը ծրագիրն է, ես այսօր զրուցելու եմ Հայաստանի ժողովրդական արտիստ, Եվրոպական կինոակադեմիայի ակադեմիկոս Հարություն Խաչատրյանի հետ։ Բարերեկո, պարոն Խաչատրյան, նախ թույլ տվեք շնորհավորել։ Շնորհակալություն հրավերի համար եւ շատ շնորհակալ եմ։ Ասեք, որ շատ հաճելի է որևէ ստեղծագործողի համար գնահատված տեսնել իր աշխատանքը, հատկապես միջազգային փառատոներում եւ նման եզրակացությամբ։ Գիտեք, արվեստագետի ամենամեծ նվերը, ամենամեծ վաստակը դա գնահատական է ժողովրդի, հանդիսատեսի, մարդու, ժամանակի եւ եթե կան արվեստագետներ, որ ասում են մեծ համար կարեւոր չեն մրցանակները, ծիծաղելի մարդիկ են, որովհետեւ ճշմարտությունը չի տա։ Ամեն մեկը ցանկանում է այդ պատմությունը, հատկապես պատմություններ, որոնք դու տառապել, աշխատել ես, մտահոգվել ես այդ հարցի շուրջը 25 տարի։ Դա մի երկար կյանքի ճանապարհ է, որը հազար ձևի փոխում է եւ մարդուն, եւ իր հոգեբանությունը, եւ իր ֆիզիկական վիճակը, եւ իմ եւ հերոսի։ Եվ այդպես հերոսները 4-ն են լինելու։ Դժվարության բեռը շատ մեծ է եւ նորից մեկ անգամ ասեմ ձեզ, որ շատ շնորհակալ եմ եւ կինոկենտրոնին ազգայի եւ Մշակութային նախարարությանը, որ հավատացել են այդ ծրագրին եւ թույլ են տվել տարիներով աշխատել եւ հավաքել նյութը, որտեվ եւ ես եի փոխվում, եւ երկիրն էր փոխվում, եւ իմ հերոսն էր փոխվում։ Հավատը կարծես քչացել էր, կարծելով վախ կար, որ այդպիսի ֆիլմերը չեն ավարտվի, այդպես էլ, բայց ավարտվեց եւ փառք Աստծո, որ 10 երկիր արդեն պրեմիերա արեցին, դա շատ դժվար է դոկումենտալ կինոյով այդպիսի բարդ կինոյով, որը շատ ախոսվ կինո է, որը թարգմանությունները չեն հասնում կարդալ, բայց նայեցին 10 երկրում, ստացել է 4 մրցանակ, եւ շատ երջանիկ եմ, եւ շատ շնորհակալ եմ դրանից։ Մի փոքր փառատոնի մասին կպատմեք, գիտեք, շատերի մոտ տպավորություն կա, թե այնքան շատ են փառատոնները, որ ամեն մի ֆիլմ ինչ որ մի փառատոնի հասցնում է, կարողանում է մրցանակ ստանալ։ Թուրինի փառատոնը մոտավորապես ինչ կարգի փառատոն է, ասեք։ Գիտեք, փառատոնները շատ են, կան կարևոր փառատոններ եւ կան բավականին թույլ փառատոններ, բայց ամեն դեպքում ամեն մի մրցանակ չի կարելի արհամարել, որովհետեւ եղածների մեջ լավագույնն են հաշվում, մասնագետներն են դա որոշում, հանդիսատեսը դա որոշում, եւ այնպես որ այդ արհամարանքը մրցանակների հանդեպ ծիծաղելի է եւ անհասկանալի, որովհետեւ դա կարծես մեջը մի քիչ նախանձի էլեմենտներ կան։ Թուրինի փառատոնը դա հին փառատոն է, 32-րդն է, ոչ թե 33-րդը։ Իրենք համարում են, գիտեք, Թուրինում է գնում Իտալիայի ամենալավագույն կինոթանգարանը եւ կինոլեզվի, կինոմտածողության, կինոգրականության խոշոր կենտրոններից մեկն է եւ իրենք կարծիքով դա վերընտիկից հետո ամենակարևոր փառատոնն է իրենց համար։ Ունենք Հռոմը ինչքան փորձեց մեծ գումարներ ներդնել փառատոնի մեջ, ինչքան փորձեց լավ տնօրեններ հրավիրել, բայց չարժանացավ ուշադրության եւ հարգանքի։ Այնպես որ Թուրինը պատվաբեր է, հայկական կինոյի համար շատ պատվաբեր է։ Լավ կինոգետներ էին ներկա եւ փառք Աստծո եւ լավ կինոգետներ եւ ռեժիսորներ եւ օպերատորներ, որոնք գնահատեցին ֆիլմը եւ նոր հրավերներ եղան։ Կարծում հայ մարդու մասին պատմող այս ֆիլմը պետք է ամենտեղ ցուցադրել։ Օրինակ քիչ առաջ առաջարկեցի, որ հերոսատեսության պետք է անընդհատ ցուցադրեն այս ֆիլմը։ Շատ շնորհակալություն, հմեկը մի անգամ ցուցադրեց,
Բայց եւ ձեզ եւ շողակաթին, որոնք բավական ուշադրություն են դարձնում իմ արվեստին եւ իմ գործունեությանը, պետք է խնդրեի, որ իրավունքներին ձեն պատկանում, ցուցադրել դա ինչքան ցանկանում է, ինչքան հնարավոր է, որովհետեւ գիտեք, առաջ ցուցադրությունից հետո մի քանի մարդ զանգեցին, որոնք թերևս գտել էին իմ հասցեն կամ Facebook-ում իմ եւ ասել են մենք ուզում ենք գնանք, բայց այդ ֆիլմը նայելուց հետո մտահոգված ենք, կարող է եւ դեռ հետաձգենք մի քանի ամսով կամ մեկ տարով որոշենք գնալու ենք թե չենք գնալու։ Այսինքն նույնիսկ եթե մեկ ընտանիք չգնա այդ ֆիլմը նայելուց հետո, դա մեծ երջանկություն է, որովհետեւ իզուր չի նկարված այս ֆիլմը։ Ուրեմն եկեք փորձենք շոշափել մի քիչ ֆիլմի ժամանակային, տարածական, բովանդակային ընդգրկումները, ինչի մասին է ֆիլմը մեկ բառով ասած արտագաղթ։ Մեկ բառով չի կարելի ասել, որովհետեւ դա դες տարբեր գրանտականներ կան։ Մեկ ասում են փախնում են Հայաստանից։ Մյուս ասում են նույնիսկ մարդիկ, որոնք Հայաստանում չեն ապրում, անհանգիստ են Հայաստանի կյանքով։ Այսինքն լինելով իբրև թե օտարացած, մեկնած, մոռացած հայրենիքը թվում է թե, բայց չեն մոռացել եւ անհանգիստ են եւ ապրում են հայրենիքի կյանքով եւ անհանգստություններով։ Կա որոնող մարդիկ, կա դիեզերք փնտրող մարդիկ, կա հեքիաթներին հավատացող մարդիկ, կան հուսահատված մարդիկ, կան միայնակությունից եւ անդրադարձությունից հոգնած եւ հիասթափված մարդիկ։ Այնպես որ ամեն մի պատմությունը մեկի մասին է եւ նույն ֆիլմի մեջ կարող է այդ բոլոր տեսակները ներկա լինեն եւ բոլոր այդ զգացողությունները ունենալ։ Այդ մարդկանց մոտ կա կամ այդ մարդիկ ունեն պատասխանը այն հարցերի, որ ծնվում է գնալուց առաջ եւ գնալուց հետո, ուր եմ գնում, ինչ եմ թողնում, ինչն է ցկում, ինչն է վանում, ինչ եմ գտնելու, ինչ եմ փնտրելու, ի վերջո որն է իմ առաքելությունը եւ այս ամենը ինչի համար, ինչի համար։ Մարդիկ կան, որոնք այդ հարցերը տարբեր ձևի քննարկում եւ շոշափում են, բայց կան գնացողներ, որոնք կարծես թե աշխարհից նեղացած կամ փնտրելով մի ինչ-որ հեքիաթային աշխարհ, կտրում են կապերը միանգամից հեռանում։ Հետո հարցերի շատերը հետո ծնվում են արդեն բավականին տարիներ հետո։ Չկա մի հերոս, որ ես աշխատել եմ հետները, որ այդ խոսքերը կամ այդ անհանգստությունները կամ այդ հարցերը ինքն իրեն չտա, որովհետև հայկը, որը փախել է դեպի Ռուսաստան, Կամչատկա, Սիբիր, Խաբարովսկ, Ուֆա, Մոսկվայի, մեծ Մոսկվան տարածքներ, մյուս հերոսին, որ պետք է շուտով ֆիլմը լինի, երկու տարվա մեջ դուրս կգա, դա ամբողջովին ամերիկյան մեր հայրենակիցների մասին են, սփյուռքահայության մասին, որոնք գրին քարտ է ստացել ավտոմեխանիկ Լևոնը եւ ընտանիքով մեկնել է Ամերիկա։ Փրվել ամեն ինչ։ Կորզանվել է ընտանիքը, կապերը։ Ուզում եմ վերադառնալ, բայց վերադառնալու նաեւ ուրիշ հարցեր կան։ Ամեն մի վերադառնալ ցանկացող հարցեր ունի, որը պատասխանները մենք պետք է որոշենք ոնց ենք տալու։ Մենք հայրենիքում ապրողներս պետք է նանկից լինենք նրանց մասին շատ։ Դեք ինչ հետաքրքիր բան է, բոլորին վերջերս ես զրուցում էի մասնագետների հետ, միգրացիոն հոսքերի կառավարման մասնագետների հետ եւ խոսում էինք միգրացիա որպես երևույթ։ Գնացին, ինչ խնդիրների դեմ հանդիման կանգնեցին, այդ խնդիրները կարողացան լուծել, չկարողացան, հետո մարդիկ եղան, որ որոշեցին հետ վերադառնալ, այստեղ վերաինտեգրման համար ինչ խնդիրներ, բայց կինոյի լեզուն լրիվ ուրիշ է։ Կինոյի պատումը ուրիշ է։ Գիտեք, կենթանի է պահում, կինոն ինչով է կարևոր։ Եթե գիրքը գրականությունը գրածը ռադիո հաղորդումը կարող է հնանալ ժամանակի ընթացքում, եթե կինոյում մթնոլորտը ժամանակի մթնոլորտը կարողացար ճիշտ մոնտաժել, ճիշտ ձևակերպել եւ ստանալ այն մթնոլորտը, որով շրջապատված է քո հերոսը, նա երբեք չի հնանա։ Օրինակ, եթե դուք նայեք հիմա Կոնտ ֆիլմը, իմ նկարած առաջին ֆիլմերից մեկը, կամ Ջերմակ քաղաքը, կամ Վերադարձ Ավետյաց երկիրը, միջև այժմ գիտեք բավական ռետրոսպեկտիվներ են լինում դեպի երկրներում, հետաքրքրական մարդիկ նայում են, ոնց որ նոր թարմ ֆիլմ նայեն։ Որտեղ այդ խնդրը մարդկային խնդրը միշտ գոյություն ունի, բոլոր ազգերի մեջ գոյություն ունի, ի ուրախությունից, որտեղ չկարծում են ին ֆիլմերը միայն հայերեն այդ արկիր։ Ինձ թվում է, որ ին ֆիլմերը միայն հայ մարդուն են յուրահատուկ, բայց բարձվեց եւ ճապոնացին, եւ ավստրալիացին, եւ ուրուգվայցին հետարկված են եւ նույն խնդիրները եւ նույն անհանգստությունները ունեն։ Այսինքն որ խոսում են միշտ կինոյի մեջ ազգայինի մասին, ազգային նշանների մասին, ընդհանրապես ազգայինի մասին, դա ինչ որ կերպ դրսևորվում է, թե այս պարագայում համամարտկային է անկախ առնվազն։ Գիտեք, եթե խորը ազգային է, կարող է լինել եւ համամարտկային նույնպես անպայման համամարտկային, բայց պատահում է, որ ինչ որ բաներ համամարտկային խնդիրներից հետո արձածում ես, կարող է եւ հանկարծ ազգային չդառնա։ Շատ տարօրինակ տարբերություն կա, որովհետեւ կտրված խնդիրներ կան ազգից հետ։ Հիմա կամ ժամանակաշրջանը, տվյալ ժամանակաշրջանը քեզ համար կամ քո ամբողջ ազգի համար
հետաքրքրություն չի առաջացնում, որովհետև իրանք խորացած են ինչ-որ մի խնդրի մեջ, որը աշխարհի մնացած բաները չեն դարկում։ Ինչպես ասենք երկրաշարժից հետո եղավ։ Ինչպես եղավ խորհրդային պետության քանդվելուց հետո։ Ամեն մարդիկ այնքան իրենց ազգային եւ իրենց երկրի, իրենց շրջապատող աշխարհի խնդիրները այնքան շատ էին, որ կարծես թե աշխարհից մի քիչ կտրվեցին։ Մենք էլ կտրվեցինք։ Եվ փախուստը շատերը դրա համար է, որպեսզի դուրս գան, սահմաններից դուրս գան, ազատ չնչեն, տեսնեն ինչ-որ մի բան, որովհետև խորհրդային միությունը սպանել էր մարդկանց մեջ դարքրությունը։ Սպանել էր մարդկանց առաջացնում նաև մեծ նախանձ եւ ցանկություն ինչու չտեսնել աշխարհը, ինչու չտեսնել Ռոմը, ինչու չտեսնել Վենետիկը, ինչու չտեսնել Վաշինգտոնը օրինակի համար։ Եվ մարդկանց մոտ կար այդ ցանկությունը փախնելու, գնալու եւ ինքնավորոնման նաև, որովհետեւ տխրությունները շատ վրա եկան հայ ազգի։ Գիտեք, այդքան դժվարություններ միանգամից տանելը մի տասնամյակի կամ ես ֆիլմը նկարի կոչվում է Վավերագրողը։ Երբ տեսնում եմ թե ինչ process-ներ ենք մենք ապրել, այդ սպանությունները, այդ միայնակությունը, այդ սևում ու տարիները, այդ հուսահատ կենցաղը, այդ կտրված ծառերը շատ դժվար է տանելը։ Մարդիկ ուզում են կարծես թե ասում են մի անգամ եմ ապրում, գնամ տեսնեմ աշխարհում ինչ է կատարվում։ Բայց Կարծի ես այն արվեստագետների չեմ, որը կարող է քննադատել մարդուն կամ սևացնել չարաբար կամ գունազարդել, հիմարաբար գունազարդել, որ իբր թե վատ է կամ լավ է կամ ինչ։ Եթե ճշմարտությունը եւ իսկական մթնոլորտ ես դու կարող ես վավերագրել կամ ստեղծել քո ֆիլմում, քո կադրում, ուրեմն դա ապագայի համար է, դա տարիների համար է եւ սերունդների համար որ տեսնեն։ Այս շարքը սկսել եք 25 տարի առաջ։ 87-ից 25 տարի առաջ, այսինքն ձեր թվարկացա եւ մի կողմից երկրաշարժ, Ղարաբաղյան ազատամարտ, խորհրդային միության փլուզում, այսպես ցնցումներ առաջացրին, որ նաեւ այդ միգրացիոն հոսքերը արտագաղթը եղավ։ Այն ժամանակ ձեր մտքով կանցներ, որ պիտի անցնի 25 տարի Եվ այս խնդիրը պիտի մնա այսօր էլ մեզ համար այսքան արդիական։ Թե այն ժամանակն եք դուք արձանագրում, որ հետո 25 տարի հետո մենք տեսնենք, թե ինչ է կատարվել։ Գիտեք, երբ նկարեցի առաջի ֆիլմը, ես 87 թվականին վերջացավ, իմ ֆիլմը վերջացավ, երբ Ռուբեն Հախվերդյանը վերադառնում է, չգիտեմ, տեսել եք այսօր Քամին ունայնության ֆիլմը, վերադարձավ հենց երկրաշարժի օրերին։ Իմ ֆիլմը ավարտվեց երկրաշարժով։ Եվ հանկարծ ես հասկացա մի բան, որ այն անհանգստությունը, որ ունեի 87-ական, 86-ական թվականներին հերացող դադարվող Հայաստանի մասին, գնացող կորող կամ բախտախնդիրներ կամ բախտորոնողների մասին մի տարով չի վերջանա։ Ոչ էլ մեկ ֆիլմով կավարտվի։ Եվ ես դժվարությամբ, բայց կարողացա 25 տարի հետևել նրանց։ 25 տարի հետևել տարբեր հերոսների, տարբեր երկրներում ապրող։ Տեսեք Հայկը, հենց իմ Հայկին որ տեսնեք մի հզոր մարդ, որը իմ բարեկամներից մեկի ասելով, նրա ապական անցյալում էր, որը քանի գնաց իր ապական գործանվեց, իր ապական դարձավ զերո, նրա էներգիան, նրա խնդիրները, նրա փիլիսոփայությունը, նրա ուժը կամաց կարծես հալվեց, ավարտվեց, որովհետև երազանքները ընդհանրապես չիրականացան։ Կամ մյուսը որ։ Եվ ամեն մեկի մասին նկարելով հավաքելով նյութը, այսօր ես կարող եմ ասել, որ ֆիլմը պետքական է եւ կարեւոր է եւ պետք է շարունակել, որովհետև միայն վատ բաներ չեն ասենք։ Կա ասին Ամերիկայի Միացյալ Նահանգներում հաջորդ ֆիլմի մասին խոսքս, որ կոչվում է Green Card կամ Լևոն Փագուղի։ Ուրեմն կա նարկոմանների մի մեծ խումբ հայ, որոնք ասենք բուժվում են, կրոնի միջոցով են բուժվում, հանցագործներ են բանտերում նստած, դուրս եկած 25 անդամից 23-ը հայ են, 21-ը հայաստանցի։ Այսինքն պատկերացնում եք չափը, այդ չարիքի չափը եւ իրենց ասելով էլ որ սպիտակ եղերն է սա արդեն։ Նարկոտիկը սպիտակ եղերն է հայերի համար, որոնք մեկնել են Հայաստանից եւ թեթև կյանքի ցանկությամբ կամ շուտ Հայաստանալու ցանկությամբ անցնում են ամեն մի, բայց կա նաեւ կողքը հրաշալի մանկապարտեզ, հրաշալի դպրոց կա, որտեղ երեխաներ չեն մոռանում իրենց ազգային լեզուն եւ անցնում են այդ դասերը, ոտանավորները, որ դասանում են, երգերը, որ երգում են։ Ուզում ասեմ, կա եւ են, կա եւ են։ Եվ միակողմանի չպետք է լինել, որովհետեւ բազմակողմանիա կյանքը պետք է բազմակողմանիա ցույց տաս։ Շատ հետաքրքիր կետի եկաք հանգեցիք, դուք միայն դիտարկում եք եւ արձանագրում իրականությունը, թե նաեւ գնահատում եք։ Ուզում եմ հասկանալ վավերագրական կինոն, կինոյում ինչպիսին է ընդհանրապես իրականություն եւ հեղինակի հայացք հարաբերակցությունը, դրանց բալանսավորումը։ Իրականությունն է արձանագրում այնպես, ինչպես է, թե
դա ինչ որ չափով փոխվում է կապված հեղինակի հայացքի սուբյեկտիվությունից, նրա հայացքի ռակուրսից ինչ որ։ Մի քանի մոդեսում կան որ փաստը վերցնելով փաստով զարմացնում են մարդկանց կամ վախեցնում կամ անհանգստացնում փաստով թե ինչ կարող է տեղի ունենալ։ Ասենք դա սպանություն է, ասենք դա բան տնկնել է, ասենք դա փախուստ է միտեղ կամ հանցագործ բան։ Կա որ դու փնտրում ես մարդկային տեսակները, համեմատում եւ համադրում ես իրար հետ, տեսակը տեսակի հետ, փորձում ես պահպանել եւ հավաքել, կաթիլ հավաքել մթնոլորտը, որի մեջ ապրում են եւ դա թողնել ապագայի համար որպես ճշմարտության մի պատմություն։ Ամբողջովին ճշմարտություն հնարավոր չի ստեղծել, բայց ստեղծվում է քո ծոծրակով, քո առանց մաշկի մարմնով, որ զգում ես որ սա ճշմարտությունն է։ Շատ հարաբերական են, որտեղ ինձ համար կարող է ճշմարտություն լինել քեզ համար թվա շատ արտիստիկ։ Բայց գեղարվեստականությունը ապայման մտնում է, որտեղ այդ մթնոլորտը ինքը բավականին գեղեցկանացվում է։ Եթե պատմություն չդառնա, փաստը միայն չի կարող արվեստի գործ դառնալ։ Այսինքն որպեսզի արվեստի գործ դառնա, վավերականությունը, վավերագրությունը, վավերական պետք է անցնի մի լուրջ process-ի միջով։ Հայացքից մտնի ուղեղը, մտնի սիրտը, դուրս գա մատներիդ, մաշկի տարանքից պետք է դուրս գա այդ զգացողությունը, դու հասկանաս թե ինչ է շոշափում։ Ինչ ես պահպանում եւ ինչ համար ես պահպանում։ Ինչ խոս քո մոտ ամեն ինչ ընդրովի է։ Դու նկարում ես 1600 կադր, պահպանում ես ընդամենը 600-ը։ Այսինքն ընդրովի է ամեն դեպք։ Այսինքն մի կողմից բեմադրություն չկա, բայց մյուս կողմից նաեւ հեղինակի բեմադրություն կա։ Բեմադրություն կա, որտեղ դու տեսնում ես որ մթնոլորտը իսկապես պահպանելու համար ժամանակի ինչ որ բան պակասում է, որը դու չես հասցրել նկարել։ Այսինքն թե հայկը խորոված էր ուտում Կամչատկայում չեմ հասցրել նկարել։ Ասեմ արի մի հատ խորոված անենք, ոչինչ։ Այսինքն չի ոսու գնում եմ հոսում եմ իրան բռնացում եմ մի կաղնի գործի վրա ու նկարում եմ։ Այդպես չի։ Կարող ես ասես արի գնանք խորոված անենք անդառում եւ խոսենք իր այդ զրուցենք։ Բայց պետք է իրան բերես այն ճշմարիտ վիճակի մեջ, այն անգեղծ վիճակի մեջ, որ կարող է ինքնահարդագրել։ Չնեղանա ոչ կամերան զգա, ոչ ու շատ կարևոր է ում հետ ես նկարում։ Իմ օպերատորները շատ լավ են։ Հնչյունային օպերատորները շատ լավ են եղել եւ լրությունը անպայման է եղել։ Էլեկտրականացված բանը մթնոլորտը, որը հավատ է ներշնչում հերոսի։ Իսկ հերոսը շատ բարդ մարդ է, բավականին բարդ մարդ։ Պատկերացրեք 20 տարի անընդհատ փոխվում է, մեկ հաջողությունների մեջ է, մեծ գումարներ է վաստակում, մեկ լրի դժբախտության մեջ է, մեկ բաժանում է կնոջից, մեկ երեխաներին է կորցնում, մեկ աշխատանքն է կորցնում, մեկ ինչ-որ բան է ձեռք բերում, համ ինքն է փոխվում, համ դուք եք համ ես եմ փոխվում, համ ձեր հայացքն է փոխվում այդ իրականությանը։ Խումբն է փոխվում։ Արդեն քո անհանգստությունները ուրիշ են, իր անհանգստությունները ուրիշ են։ Պատահելաբար որ մենք իրար ատել ենք, չեք կարողացել միշտ խոսել, բայց պետք է այդ ամբողջը մոռանաս, անցկացնես եւ կարողանաս իրան բերել իսկապես քո հերոսի, քո սիրած հերոսի, քո սիրած մարդու, որի համար դու անհանգստանում ես այդ վիճակին բերես։ Դու պետք է վերանաս քո մանրախնդիր բաներից։ Եվ Փառք Աստծո ֆիլմը նայողները շատ են սիրում հայկին, թեկուզ շատ տարօրինակ բաներ է խոսում, թեկուզ տարօրինակ հայացքներ ունի աշխարհի եւ կամքի մասին։ Շատ դեպքերում ստում է, շատ դեպքերում հորինում է, բայց այդ սուտը հորիվածությունն է գեղարվեստականություն։ Դա է հա երևի վավերագրական կինոյի հմայքը։ Վավերագրական կինոյի հմայքը ամեն ինչի մեջ է, որ մնում է պահպանում հավերժ։ Եթե շատ տաղանդավոր ֆիլմը հավերժ է պահպանում։ Որտեւ օրինակ ես նյութը, վավերագրական նյութը երբեք չեմ փորձել բռնալ վավերագրական նյութի վրա, աշխատել եմ զուգահեռ իր հետ գնալ եւ նկատել եւ տեսնել, բայց ինչ խոսք իմ համադրել եւ հակադրելը, իմ մոնտաժելը, իմ ընտրությունը կադրերի կամ բնավորության կամ ասելիքի կամ խոսքի կախված է ճշմարտությունը դրանից։ Ես շատ ֆիլմեր չեմ նկարել, գիտեք, 13-14 ֆիլմ կոնդից սկսած ավելի քիչ, որտեղ նախկին ֆիլմերից համարվում Տերմաքաղաք վերադարձ, Հավետացի երկիր, Քամենունայության, բայց Փառք Աստծո այսօր 25 տարի անցել է եւ նույն շատ 25, 26, 27 տարի անցել եւ աշխարհը նայում է եւ շուտով ասեմ ձեզ ապրիլ ամսին Շվեյցարիայի Նիոն քաղաքի փառատոնը, որը աշխարհի լավագույն դոկումենտար կինոյի փառատոններից մեկն է, եթե ոչ ամենալավագույնը, մեծ ռետրոսպեկտիվ է անում իմ 60-ամյակի հետ կապված։ Վավերագրական կինոն ավելի հավաստի է թվում հանդիսատեսի համար։ Բայց եթե դու կեղծ ու ոչ պրոֆեսիոնալ արեցիր, եթե անտարբերությամբ արեցիր, եթե սուտ մտածողությամբ արեցիր, եթե ուզեցիր մարդուն բռնանաս մարդու վրա, բնավորության վրա կամ քո շրջապատի աշխարհի վրա բռնանաս, հավատ չի ներշնչի։ Այսինքն մեծ վարպետություն, նաև մեծ զգացողականություն։ Այսինքն իսկապես պետք է շատ ուշադիր լինես,
շատ հարգեց քո բնաշխարհը, քո շրջապատող աշխարհը, շրջապատող մարդկանց։ Եվ նյութի հետ ազնիվ ես։ Որտեվ կան ռեժիսորներ, որոնք բռնանում են հերոսի վրա, հերոսից դարձնում են մի հատ կամ ճիվաղ կամ սուրբ, որոնք սուտ են։ Ճշմարտությունը շատ խելացի ֆիլմեր, որոնք ճշմարիտ հերոսն է պահպանված, որը տեսնում ես, որ ճշմարիտ հերոս է սա։ Հիշում եք հայկական կինոյում 80-90% հերոսները մեր պոետականացված հերոսներ են։ Պոետիկ հերոսներ են հորված, որոնք իրականության հետ չեն բռնում։ Սիրելի է, լավ, թատրոնի պես նայում ենք, շատ լավ է։ Շատ լավ ֆիլմեր կան այդ պոետիկ հերոսների մեջ նույնպես, բայց իրական մարդն ենք մենք կորցնում ենք արվեստից։ Իրական մարդը, որ ապրում է մեր կողքին, որին մենք պետք է տեսնենք, սիրենք, հավատանք, վախենանք իր համար, չենք նայում իրար։ Վավերագրական կինոն ավելի լավ ֆորմատ է, ավելի հարմար ֆորմատ է ձեր ասած իրական մարդու համար, թե խաղարկայինը։ Ինձ համար դոկումենտալ կինոն միակ արվեստի ձևն է, որը հետաքրքիր աշխատել է, որը կարող է հայտնաբերել անընդհատ նոր բաներ եւ մարդու մեջ եւ աշխարհի մեջ։ Խաղարկային կինոն ինձ համար թատրոնի մի քիչ տեխնիկապես զարգացած վիճակն է, որը ինձ համար շատ կարևոր բան չի։ Որտեղ ես խաղարկային կինոյով երկար չէի զբաղվել, ոչ էլ որպես պրոֆեսիոնալ, ասենք դրան ֆոլկը վաստակեի։ Ինձ համար ամեն մի ֆիլմ, որ նկարում եմ, ինձ համար դա մեծ անհանգստության մի աղբյուր է, մեծ անհանգստության մի նյութ է, որը ես տառապելով սկսում եմ այդ նյութը ուսումնասիրել եւ ասնել այդ նյութի վրայով կամ նյութի կողքով կամ նյութի միջով։ Վերջին տարիներին չեք նկատում մի միտում, որ խաղարկային ֆիլմերը կարծես գնում են դեպի վավերագրական ֆիլմեր կամ ինչպես ձևակերպեմ, կարծես ճակերտների մեջ ասած ձևանում են որպես դոկումենտալ ֆիլմեր, ավելի հավաստի, ավելի ազդեցիկ լինելու համար, կա չէ՞ այդպես։ Գաղափար եք ասում, վերջերս 5-6 տարին մեծ կինոգետներ եւ զարմացած են, որ ռեժիսորները գնում են դեպի դոկումենտալի եւ խաղարկայինի խառնուրդին։ Բայց 87-88 թվականներին արդեն շատ կինոգետները գրում են, որ Հարություն Խաչատրյանի կինոն եզրագծի վրա է խաղարկային եւ դոկումենտալի։ Այսինքն դուք վերադարձ ավետիասերգիրը նայեք կամ նույնիսկ հերոսադեսամբ մի քանի ֆիլմ ցուցադրենք ֆիլմերից։ Տեսնենք այն ինչ որ անում է Կանչալովսկին, կամ ինչ որ անում են շատ ճանաչված ռեժիսորներ, արդեն 89-90 թվականներին արված էր հայ կինոյում, այսինքն արված էր ֆիլմերի մեջ։ Եվ ու այդ ֆիլմերը կային, Արայիկ Վահունի կար, Ռուբեն Գևորգյանց կար, Փելեշյան կա, Փարաջանով կա, այսինքն եթե մենք կարողանանք հավաքել այն ուժերը, որ ունենք, կասենք, որ բավականին ճանապարհ մենք առաջ ենք ընկել, քան աշխարհային կինոներ։ Հետաքրքիր է շատ, ուսումնասիրության կարիք ունի եւ կարծում եմ, որ հիմա երիտասարդ կինոգետներ կան, հատկապես Ռաֆիկ Մովսիսյան, որ աշխատում է մեր հետ, հետաքրքրված է դոկումենտալ կինոյով, իսկ հիմա այդ հարցերի շուրջը սկսի մտածել եւ գրել։ Ինքն վավերագրական ֆիլմը հեղինակային ստեղծագործություն է, որը բնավ երբեք ժուրնալիստիկայի կանոններով չի։ Կա, երկուսն կան։ Ժուրնալիստիկայի կանոններով կա, մեր փաստը կա, փաստը վավերագրելը, դա ոչ մի քրոնիկա։ Դա նյութերը հավաքում, որպեսզի ապագայում այդ ինչ որ տեղի ունեցավ, ինչ որ կար, ինչ որ քայլում էր, ինչ որ ընթանում էր, ինչ որ շրջում էր, դրանք ունենաս որպես փաստ, այդ փաստը դրամ օգտագործել համար այլ ֆիլմերի մեջ կամ քրոնիկա պարզապես, հա։ Քրոնիկա է կոչում, այո, այսինքն պարզ վավերագրում։ Արձանագրում։ Դեպքի արձանագրում կամ վավերագրում։ Նորմալ է ժուրնալիստիկան, նույնպես հետաքրքիր շատ լուրջ արվեստի գործած ձև է, էլի արվեստի գործա։ Դա մեխանիկական բան չի նույնպես։ Որտեղ արդեն եթե նկատում ես, եթե կամերան փոխեցիր տեղը, արդեն ուրեմն ընտրության առաջ ես կանգնած։ Ձախից աջ նկարես թե աջից ձախ, խոշոր պլանում նկարես թե ընդհանուր մեկը մեջ արվեստ մտնում է, մեկը քո անհատականության մեջ մտնում։ Իսկ մյուս տարբերակը արդեն նաև հեղինակի աշխարհընկալումն է։ Հեղինակը նաև ապրում է այդ խնդրով, այդ հոգսով, այդ տեսնում է այդ կինոլեզուն, տեսնում է այդ շրջապատող աշխարհը, կողքով քայլում, շոշափում, զգում, տեսնում է։ Շատերը անցնում են ու չեն տեսնում, հասկանում եք։ Անցնում են ու չեն տեսնում եւ դա չի կարող վերածվել խնդրի, խնդրն էլ վերածվի արվեստի, արվեստագետի կողմից։ Որտեւ ինչն է կինոն, կինոյի հիմնական դասը, տեսնել, սովորեցնել աշակերտիդ, ուսանողիդ, աշակերտիդ տեսնել սովորացնես։ Այսինքն տեսնել չդու գայս ավելի կարող է տեսնել եւ զգալ, տեսնել, մարսել եւ վերածել կինոյի, վերածել արվեստի, կինոլեզվի։ Մի շրջանա, գլոր շրջան, որտեղ դու պետք է բոլոր բաները լրացնես, այդ բոլոր պահանջները լրացնես, որպեսզի դառնա արվեստի լուրջ գործ։ Մեզանում եւ ընդհանրապես ավելի շատ խաղարկային թե վավերագրական կինոյով են զբաղվում կինոգործիչները։ Որն է ավելի շատ տարածված։ Հայկական կինոն միշտ ավելի ուժեղ եղել իր դոկումենտալ կինոյով, ասեմ ձեզ։ Բայց ունեցել ենք նաեւ խոշոր խաղարկային կինոյի մարդիկ, որտեղ գիտեք խաղարկային կինոն, որը մեր մոտ նկարել են եւ տաղանդավոր են օրինակ
Դովլաթյան, Մալյան, Երզնկյան, Բաղդաթովանեսյան, Կարեն Գևորգյան, Փարաջանով հետաքրքիր լավ ռեժիսորներ, բայց մենք չունենք մեծ հանդիսատես։ Եթե քո պետությունը ընդամենը 2.5-3 միլիոն է, հասկանում ես, եթե ունես 3-4 կինոթատրոն, խաղարկային կինոյի համար դա այնպեսի մի տարի չի, որ ասենք ամերիկան արդեն գրավել այդ բոլոր չափանիշները եւ այդ փողերը հավաքելու ձևերը սովորած ամերիկյան կինոն։ Իսկ դոկումենտալ կինոյի ցուցադրման տեղը, վայրը որն է։ Ամենտեղ, եթե գնահատես տա։ Օրինակ ես քանի տարի երազում եմ մի փոքր դահլիճ ունենալ, գոնե 100 տեղանոց, 80 տեղանոց, որպեսզի ամեն օր կամ շաբաթը գոնե 4 անգամ դոկումենտալ կինոյի ցուցադրություններ եւ քննարկումներ անել։ Բայց դեռևս չեն կարողանում գտնել։ Գիտեք, հիմա նաեւ փառատոնները, լուրջ դիստրիբուցիա է դարձել փառատոնները։ Եթե փառատոնները առաջ մեն արվեստի տոներ, հիմա այսօր փառատոնները լուրջ ցուցադրման Օրինակ Տուրին փառատոնում 3 անգամ այս ֆիլմը ցուցադրվեց։ Լեփլեցու դահլիճներով։ Իսկ կինոյի այս պարագայում դոկումենտալ կինոյի վերաբերյալ դիսկուրսները, մասնագիտական քննարկումները էլի փառատոնային հարթակներն են, թե գիտեք, կան թեորետիկները, որոնք գրքեր են գրում բազմաթիվ, եթե հասցնեն կարդալ։ Այսօր բանում Facebook-ում, այսօր ինտերնետում լուրջ աշխատություններ կան գրված, որտեղ արդեն գիրք տպելը շատերին չի հասնում, բայց որտեղ եթե դիտարկվեց շատ բան կարդաս, որտեղ այսօր Facebook-ով է դարածում։ Ասենք եթե չլինեն այն կինոգետները եւ չգրեին ֆիլմի մասին ինչ են մտածում, այսօր միջև Հայաստան չէր գա, որտեղ ասենք 250 մարդ շնորհավորեց ֆիլմը, 250-ից 248-ը Արտասահմանից եւ Ռուսաստանից էին։ Շնորհիվ սոցիալական ցանցը։ Երկու հոգի սկզբից առաջի օրերը երկու հոգի Հայաստանից է շնորհավորել։ Շատ շնորհակալ եմ, հետագայում ինչ խոսք իմացան խոսակցություններից եւ պրես-կոնֆերանսից։ Դե նաև հուսով եմ այս հաղորդումից հետո էլ շատ շնորհակալ, որտեղ գիտեք ինչ կա, կարելի է լռել, կարելի է մեծամտորեն ասել, որ ինչա որ ինձ համար մրցանակը։ Այս ֆիլմը արդեն 4 հատ մրցանակ ունի։ Լավագույն ֆիլմ ունի, լավագույն ռեժիսոր ունի, Grand Prix ունի ժյուրի հատուկ մրցանակ, որը Կոսովոյի մաս ստացել շատ զարմանալի Կոսովոյում։ Ուզում ասեմ եւ հրավիրված է տարբեր փառատոների։ Բայց պատմել պետք է, որտեղ այս ֆիլմում աշխատել են բավականին լուրջ մարդիկ։ 25 տարի չաչավել են այս ֆիլմի վրա։ Նրանց պետք է գոնե շնորհակալություն հայտնում ես թե չէ։ Ուտերմոդից եմ հայտնում շնորհակալություն։ Եվ Վրեժ Պետրոսյանին, եւ Սուրեն Թադևոսյանին, եւ Հայկ Իսրայելյանին, հատկապես Միքայել Սամբոլյանին, որը գիտեք միշտ իմ հետ աշխատում է։ Թամարային, Արմինեին, որոնք ասիստենտն եղել, տնօրենն եղել, եւ մարդիկ, որոնք սիրում են այս ֆիլմը, հետաքրքրված են այս ֆիլմով։ Այնպես որ ցուցադրենք ինձ մի քանի օր հետո։ Հա, եթե հետաքրքիր լինի ձեր հերոստատության համար, կարծեմ դրանից հետո կարելի է հրավիրել մի քանի հանդիսատեսի եւ խնդիրները խոսել սրա մասին։ Թե ինչ թողեց իրանց մեջ, ինչ են մտածում արդյոք դա կօգնի, որպեսզի մարդիկ խուսափեն մեկներուց Հայաստանից։ Շատ լավ, մեկ անգամ եւս շնորհավորեմ եւ սպասենք այս շարքի հաջորդ ֆիլմին արդեն։ Շատ շնորհակալություն։ Շնորհակալություն։ Այսքանը սա երկրի հարցը ծրագիրն էր, ես այսօր զրուցում էի Հայաստանի ժողովրդական արտիստ, Եվրոպական կինոակադեմիայի ակադեմիկոս Հարություն Խաչատրյանի հետ։ Լավ մնացեք։